Ասում եք, ես հո գլադիատոր չեմ, որ գնամ Փաշինյանի դեմը սենց սուրս անեմ ու փրթեմ թափեմ, չէ՞։ Ձեզանից չեք պահանջում գլադիատոր լինել։ Վախենում եք Փաշինյանից։ Չեք կարողանում գնալ դեմը կանգնել, իր թեզերը ջարդել ու դուք ավելի ուժեղ գտնվել այդ մարտում հաղթել։ Գիտեք, ես իհարկե ձեր հետ չեմ վիճի դեթ հարցի շուրջ, բայց կարծում եմ մեկնաբանություններում եւ մեզ նայող քաղաքացիները կասեն, թե կարելի է արդյոք Մամիջանյան Հայկին կամ որևէ հանրապետականի հարցնել Փաշինյանից վախենում եք թե չէ։ Ինձ թվում է չէ։ Այդ իմ բաժին դու դավաճան ես եւ այլն իրա դիմաց ես ասել եմ, մի անհանգստացեք։ Խնդիրը հիմա ավելի պետքա տեխնիկական հարցերի անցնեմ, բայց սիրով կանցնեմ։ Կառավարությունը այժմ հարց ու պատասխանի ձևաչափը ընտրված է այնպես, որ Փաշինյանը այդտեղ միշտ հաղթելու է։ Բարձր անվանությամբ։ Եթե ուշադիր նայեք, երբ որ իրեն հարց ես տալիս, ինքը առաջին հարցի պատասխանը տալիս է նորմալ առանց իր Վերջին մեխանիզմը։ Երբ որ դու արձագանքում ես ու ինքը արձագանքի տա պատասխանում, այդ ժամանակ ինքը մտնում է իր այդ էմոցիոնալ զեղումների մեջ, դե բնականաբար իր ժամանակը ոչ մեկ չի կարգավորում, այսինքն դու պետքա ոչ վերջինը խոսելով 1.5 րոպեվա ընթացքում կարողանաս այնպիսի բաներ ասես, որ ինքը կես ժամ էլ խոսա վերջինը խոսելով, բան չմնա, դա ռեալ չի։ Բա ինքը երբ ընդդիմադիր էր ո՞նց էր հանրապետականների ազգային ժողովի նախագահը այն ժամանակվա ազգային ժողովի նախագահ էր, ոչ թե ԿՊ խմբակցության ղեկավար։ Երբեք իրեն թույլ չէր տա անել այն, ինչ իրեն թույլ է տալիս Ալեն Սիմոնյանը։ Ու երևի դա նաև դարանում էր մեր սխալները, բայց դա առանձին պատմությունն է։ Խնդիրները բարձրաձայնելու ֆորմատը միայն այդ չի։ Ընդ որում նորից եմ ասում, ես մի ժամ խոսում եի, թե ինչի արդյունավետ չի այս պահին իմ կարծիքով հարց ու պատասխանը, բայց ոչինչ չի արգելում։ Իսկ բան ասեք, որ ինքը չկարողանա ճղի։ Նիկոլ Փաշինյան, մարդը որ լուրջ դեմքով նայում ասում Արցախը հանձնել ենք, որ Հայաստանը գոյություն ունենա, ինչ ասեմ, որ ինքը չկարողանա ճղի։ Մարդը որ լուրջ դեմքով ասել է, ես վեհապար հայրապետին պատրաստ եմ իմ մասերը ցույց տալ, ես ինչ ասեմ, որ ինքը ամաչի։ Կասեք ինձ ինչ ասեմ, ասեք հաջորդ չորեքշաբթի օրը ասեմ։ Դուք այդքան բան եք ասել իրեն։ Ես մանդատ կունենայի, ես Դուք այդքան բան եք ասել իրեն, ընդ որում դուք շատ սուր բաներ եք ասում իրեն այդ իր նոր ընդունված ընտրած բրիֆինգի ֆորմատի ժամանակ կառավարության նիստերից հետո մի անգամ եղել է այնց դեպք, որ ինքը չէ պատասխանի։